նախաքննական մարմինը միջնորդեց, որպեսզի նիստը արվի փակ, մենք առարկեցինք, որևէ բան չկարողացավ դատախազությունը հիմնավորի, այսինքն իրենք, պարոն Վարդանյանը կնշի իրավական մասը, բայց իրենք արդեն խախտել են իմ կարծիքով այդ շեմը նախաքննության գաղտնիքի, ինչպես նաև ԿՀ նախագահը հայտարարեց, որ չենք պատրաստվում գործը որպես այդպիսին սենց ամբողջությամբ քննել, այսպես ասած դատարանի դեր կատարել։ Մենք նույն հաջողությամբ առարկեցինք, որ եթե այդպես է, բայց այդ դեպքում ինչի բաց չլինի եւ արտահայտեցինք մեր հստակ դիրքորոշումը, որ սա քաղաքական պատվեր է, քաղաքական պատվերի քողի ներքո են փորձում անել, փորձում են իմ եւ իմ ընտանիքի կենսագրությանը, ինչ եմ ասում, փորձում են, որովհետեւ չի ստացվի ոչ մի պարագայում եւ ամենակարևորը վախենում են, որ հասարակությունը ուղիղ եթերի, այսինքն ամբողջը տեսնելու լսելու դեպքում ուղղակի կհասկանա ինչ է կատարվում։ Մնացածը իրավունք ունեն, ես նաև այս հատվածը այս բարձրախոսները չի թողում, որ ես առաջ գամ։ Տեսեք, դռնբացությունը, հրապարակայնությունը հանրային վերահսկողության կոնկրետ ձև է եւ բոլոր պետական մարմիններում պետք է ընդունված կանոն լինի։ Բացառություններ իհարկե կան։ Դատախազությունը, գաղութի հանրային մասնակիցները այն ատենները չեն, այն մարմինները չեն, որոնք պետք է քրեական գործի հետ համընթաց քաղաքական գլխապատճառների վերաբերյալ ապացույցներ ներկայացնեն, որը եւ հրապարակելու հետ կապված կարող է շահել եւ կապված թեմա լինել։ Այսինքն զուտ ապացույցների վերլուծություն այդ ծավալով որ դատարանում իրականացվի, այստեղ տեղի չի ունենալու։ Հետևաբար այս մասով գտնում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը անհիմն է, առնվազն ընկալելի չէ։ Այսինքն ինչ մտահոգություններով են ըստ ձեզ խոչընդոտել բաց դատական նիստը, բաց նիստը։ Ես կարծում եմ, որ որոշումները իհարկե ժամանակից առաջ չընկնենք, կայացվելու է հնարավորինս արագ այդ որոշումները կայացնելը առանց այլևայլությունների։ Քրիտիկայի համար նիստանել, ձևականորեն այդ միջնորդության քննարկման ընթացակարգ պահպանել, էսա ձևական կողմը, բայց բովանդակային առումով վստահաբար այս միջնորդությունը դռնբակ քննելու հիմքեր չկան եւ չեն կարող լինել։ Պարոն Վարդանյան, ընդհանուր առմամբ անդրադառնալով նախ ընտրական պրոցեսի, հետ ընտրական պրոցեսի ընթացքում այս աղմկահարույց այսպես կոչված դեպքերին ընտրակաշառքների, երբ պարզվեց, որ իրենց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից մատնանշված 200-ից ավելի գործերից ընդամենը 14 սով է դատարան եզրակացություն ուղարկվել, դատարան ուղարկվել գործերը, այս համապատկերում ըստ ձեզ որն է միտումը, այսպես մեծ աղմուկ անել ու տակը ընդամենը այսպես փիղը մուկ ծնեց։ Տեսեք, ես իմ համար խիստ զարմանալի է, որ լավ օպերատիվ աշխատանք է, քննչական աշխատանք է, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ դեպքեր եք բացահայտել։ Հիմա կոնկրետ կուսակցության անունը այդ համատեքստում հրապարակելու տրամաբանությունն եմ փորձում հասկանալ, եթե շեշտվում է, որ նաև օրինակ ուժեղ Հայաստանից են կամ չգիտեմ Հայաստան դաշինքից են, սա ինչ միտում ունի, ինչ նպատակ է հետապնդում։ Իմ կարծիքով այնտեղ առանձնապես տարբերակները շատ չեն։ Եթե միայն քննությունն է ձեզ հետաքրում, քննեք մեղավորների քրեական պատասխանատվության հարցը բարձրացեք եւ դատավճռով այդ հարցը լուծեք։ Բայց եթե դրան զուգահեռ նաև որևէ կուսակցության անկախ նրանից ուժեղ Հայաստանը կլինի, թե ընդդիմադիր կլինի, թե օրինակ իշխող կուսակցության, այս անունների հրապարակումը արդեն իսկ իմ կարծիքով այն եզրահանգմանը հանգեցնում, որ նախընտրական քարոզի ինչ-որ քողարկված ձևա տարբերակա որոշակի կուսակցությունների վարկաբեկելու, որոշակներին, ամենայն դեպս անկողմնակալ դիտորդի տեսանկյունով դա նկատելի է, ես նկատել եմ։ Պարոն Վարդանյանը ով է մեղադրող դատախազողը, համազորակացեք եւ եկել է նիստին։ Նիստին եկել է ազգանունը Դանելյան, Արտուր, կարծես թե հա։ Բա ինչի թույլ տանք իրանց ոնց ասեմ, որ հա, իրանց շոուն իրականանա։ Մասկի շոուն նկատի ունեք։ Իհարկե։ Բայց բավոր գնաք ու չընդունեն ձեզ։
Ու մեկ էլ երեկոյան գան Ես համեստաբար կսպասեմ այնտեղ։ Հա։ Որ չընդունեն ու դռները չեմ ջարդելու մտնեմ ներս։ Բայց լավ Չէ, Ժորժ ջան։ Իրանցից ես լավատես եմ նախ առաջինը, որը բարին Աստված դա կատարում է, մեկ համոզված եմ։ Երկրորդը ես շատ լավատես ու ուրախ եմ, որ այս իշխանությունների վիճակը այնքան վատ է, որ դիմում են այսպիսի մեթոդների։ Ես կայում մի արտահայտություն եմ արել, ասում եմ ինչ որ մի քանի օր առաջ արեցիք, իմ գործը սրա վերաբերյալ շատ մանրուք է, այսինքն եթե դուք կարողացաք 60,000, 58,000 ձայն գողանաք մեկից տակ մյուսին, ես ով եմ, որ իմը չբավարարեք, էլի, այնպես որ համոզված եմ լավ է լինելու։ Լավ եղեք բոլորը, շնորհակալ եմ։